Շնորհակալ եմ, պարոն Պողոսյան, մենք այստեղ իմացանք, որ քննչական կոմիտեն հրաժարվել է ամենամյա վերապատրաստումներից։ Ես անկեղծ ասած շատ չզարմացա, ենթադրում եմ հիմա մեր քննիչները Netflix-ի սերիալներով են վերապատրաստվում, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, երբ որ ձեր քթի տակից $500,000-ից ավել գումար հափշտակվեց եւ հափշտակողը ով էր, կազմակերպիչը ով էր, քննչական կոմիտեի հանցավորության դեմ պայքարի վարչություններից մեկի պետը։ Պարոն Պողոսյան, սրան ոչ միայն չհետևեց քաղաքական պատասխանատվություն, դուք ոչ միայն հրաժարական չտվեցիք այս աղմկահարույց դեպքից հետո, դուք դրանից հետո հաջորդ օրը հանրային հեռուստաընկերության եթերում հրաժարական տալու փոխարեն ձեր գործընկերների, ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության, հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների աշխատանքը բացահայտման դափնիները սեփականաշնորհեցիք։ Հիմա բուն գործի մասով։ Դրանից հետո մեր հանրության շրջանում եւ դրանից առաջ էլ շատ լուրջ կասկածներ են։ Ավելի են ամրացել այդ կասկածները, որ փաստորեն այն իրեղեն ապացույցը, այն Նիկոլ Փաշինյանը, որ ասում է, հատիկ վերադարձնում են, գալիս հասնում է ձեր սեյֆ, հետո այդ սեյֆից կորում է հատիկ։ Դրա տրամաբանության շրջանակներում ես ձեզ հարցում եմ ուղարկում, որ հանրային հաշվետվողականության եւ վերահսկողության տեսանկյունից կարևոր եմ համարում տեսնել օրինակ, թե մեկ այլ շատ ավելի կարևոր իրեղեն ապացույց, խոսքը 1 տոննա կոկաինի մասին է, գալ եւ տեսնել, բնականաբար ձեզ հարմար ցանկացած օր եւ ժամ, տեսնել արդյոք թե այդ իրեղեն ապացույցը տեղում է, թե օրինակ ինչ որ մի հատ այլ վարչության պետ պարկ առ պարկ իրացրել է այդ թմրանյութը եւ դուք հրաժարվել եք կազմակերպել այդ իրավիճակը։ Հիմա ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ազգային ժողովի падգամավոր, ձեզ մեկ այլ առաջարկություն եմ անում տեսախցիկների առջև։ Առաջարկեք որևէ այլընտրանքային մեխանիզմ այդ կասկածները սպառելու համար։ Սա մեկ։ Հարց 2. Պարոն Պողոսյան, այդ դեպքից անցել է 2 տարի։ Ինչու գործը չեք ուղարկում դատարան։ Ինչի եք սպասում։ Ես գիտեմ պատասխանը դուք ինչի եք սպասում։ Դուք սպասում եք, որ նոյեմբերին ժամկետը լրանա եւ այդ գործը կարճվի։ Դուք հիմա կարող եք ասել, դրանք ձեր ենթադրություններն են։ Կարող եք այդպես մտածել, բայց ես ունեմ տեղեկություններ, որ այդ գործի շրջանակներում հետախուզվող անձանցից մեկը միջնորդություններ է ներկայացրել, որ իր հետախուզումը հանվի եւ ինքը գա ամբողջ ճշմարտությունը գործի մասին պատմի եւ մեր պատկան մարմինները բնականաբար չեն ընդառաջել այդ միջնորդություններին, որոնք տարբեր խողովակներով դուք ստացել եք։ Ինչու գործը չեք ուղարկում դատարան, հարցերի ամփոփում, ինչու գործը չեք ուղարկում դատարան եւ առաջարկեք այլընտրանքային որևէ մեխանիզմ, դա կլինի իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ, ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ, լրատվամիջոցների մասնակցությամբ, տեսնելու թե արդյոք $270 միլիոն արժողությամբ այդ բեռը իր տեղում է թե ոչ։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Խամոյան։ Իհարկե ձեր հարցադրումը նաև որոշակի, այսպես ասած, սարկազմ էր պարունակում, ըստ իս, բայց կխնդրեմ իմ պատասխաններին, քանի որ ես մասնագիտությամբ իրավաբան եմ, կխնդրեմ իմ պատասխաններին ուշադիր լինել, որովհետև այն ինչ ես հնչեցրել եմ հանրայինի եթերում, եւս մեկ անգամ պատասխանում եմ։ Ուրեմն նախ առաջին գողության հետ կապված, որը որ դուք մատնանշեցիք, որ իմ քթի տակից, չգիտեմ քթի տակից ասելով ինչ եք հասկանում, բայց կրկնեմ, քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը տեղակայված է ՊԵԿ-ի վարչական շենքում։ Սա մեկ։
Հաջորդը քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում տեղի ունեցած հանցագործության դեպքը, եթե կարիք կա պարզաբանեմ, թե ինչ է նշանակում հանցագործության դեպքը, որը որ ես մատնանշել եմ, որ մենք ենք բացահայտել, դա իրավաբանները կհասկանան։ Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող իրադարձություն, որի կապակցությամբ տեղի է ունենում քրեական դատավարական ընթացակարգեր։ Հանցագործության դեպքը, նորից եմ նշում, բացահայտվել է մեր կողմից, այսինքն հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել գույքագրման արդյունքում հայտնաբերել ենք անմիջապես ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդում։ Եթե սա համարում եք, որ սխալ տեղեկատվություն է, խնդրեմ, եթե հարցը տվել եք, մինչև վերջ լսեք։ Հաջորդը հանցագործության մասնակիցներից մեկի ինքնությունը, ուշադիր լսեք իմ բառերը, խնդրում եմ, քննիչի ոչ թե վարչության պետի, այլ վարչության պետի պաշտոնակատարի առնչությունը դեպքին, այլ խոսքով ասած, անձի ինքնությունը բացահայտվել է քննչական կոմիտեի գործող քննիչի ներկայացրած տվյալների հիման վրա։ Սա բացահայտում է հանցագործության մասնակիցներից մեկի ինքնությունը։ Ես դափնիներ չեմ ուզում։ Հանցագործության դեպքը բացահայտվել է մեր կողմից, անմիջապես հաղորդում ենք ներկայացրել քննչական կոմիտեի գործող քննիչի ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է հանցակատարած անձանցից մեկը, պաշտոնատար անձը բացահայտվել է եւ կծիկը դրանից հետո բացահայտվել է։ Հիմա սա ամենևին չի նշանակում, որ ես որպես պաշտոնատար անձ իրավասու եմ, թե բարոյապես, թե այլ ձևաչափով նսեմացնեմ մեր իրավապահ մարմինների կատարած աշխատանքը։ Հսկայածավալ աշխատանք են կատարել մեր իրավապահ մարմինները հանցանք կատարած մյուս մասնակցի ինքնությունը բացահայտելու եւ իրեղեն ապացույցներով հետ մեկտեղ այս անձին բերման ենթարկելու ուղղությամբ։ Այսինքն սա ստեղ դեպքի հետ կապված իմ ու քո չկա։ Մենք համատեղ ուժերով արդյունքն է կարևոր։ Հիմա դուք արհեստականորեն փորձում եք ինչ-որ խնդիր ստեղծել, խնդիր գտնել մի վայրում, որտեղ այդ խնդիրը չկա։ Հաջորդ հարցի հետ կապված։ Ինչ վերաբերվում է հրաժարականին։ Հիմա ես նշեմ, Տիկին Խամոյան, ասես գաղտնիք բացեմ, իհարկե ոչ թույլատրելիության սահմաններում։ Քննչական կոմիտեի նախագահը պաշտոնավարումից հետո այլ դեպքեր էլ է բացահայտել, որոնց մասին դուք տեղյակ չեք։ Ես ինքս հաղորդում եմ ներկայացրել տարբեր դեպքերով, առաջիկայում հակակոռուպցիոն կոմիտեն այդ մասին կհայտնի։ Այնպես որ մենք ամենօրյա մեր աշխատանքի արդյունքում, հենց իմ հետևողականության արդյունքում ոչ միայն նման բնույթի դեպքեր, մենք առաջիկայում դրա մասին հույս ունեմ հակակոռուպցիոն կոմիտեն կհայտնի, հաղորդում ենք ներկայացրել, դրա մասին դուք տեղյակ չեք, ու 1-2 հաղորդումներ չի։ Այսինքն այս մասով այսքանը։ Ես իմ լիազորությունները այդ մասով պատշաճ իրականացրել եմ, որպեսզի հաջորդ հարցը չտակ, իրեղեն ապացույցի տնօրինման հետ կապված այդ հարցով եմ հետևողականություն ցուցաբերել եւ դրա մասին հանրայինի եթերում ասել եմ։ Սրանից ավել ասելիք, ես չգիտեմ, միգուցե այդտեղ այն կարևոր էր այն վերջի շեշտադրումը, որ ինչի հրաժարական չեք տվել։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Լսեք մինչև վերջ, խնդրում եմ։ Իրեղեն ապացույցների թմրամիջոցի տեսնելու հետ կապված։ Օրենքը, որպեսի քրեական վարույթով նախաքննության փուլում գտնվող իրեղեն ապացույցին ծանոթանաք կամ տեսնեք, ընթացակարգեր գոյություն ունեն, նախ դատավարության մասնավոր մասնակիցներ կարող են կամ որպեսզի դուք չեք հանդիսանում դատավարության մասնավոր մասնակից, դուք այդ գործով որևիցե կողմ չեք, դա փաստ է։ Հիմա գրությունը հասցեագրում ազգային ժողովի պատգամավորը ասում է, ուզում եմ ես ձեր նախընտրած վայրում, ժամին գնամ իրեղեն ապացույցը տեսնեմ։ Դա դուք ո՞նց եք պատկերացնում։
Ես, չէ, դուք սովորական եք պատկերացնում, ես դա դիտում եմ որպես նախ առաջին։ Պետք է հասկանամ, դա միջնորդություն է իհարկե, միջնորդություն ներկայացրել է միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող անձը թե ոչ, հաջորդը այդ միջնորդությունը բավարարման ենթակա է թե ոչ, այսինքն որևիցե իրավապայմաններին ձեր ցանկությունը մեծ ցանկության դեպքում Տիկին Խամոյան չեմ կարող բավարարել, շատ մեծ ցանկության դեպքում, ավելին քրեական բարույթը, երբ որ հրապարակային դատաքննության ընթացքում հրապարակային, եթե քրեական բարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվի դատարան, հրապարակային դատաքննության ժամանակ այնտեղ դուք կարող եք ականատես լինել, որովհետև հրապարակային է լինելու այդ ամեն ինչը եւ նաեւ վստահ եմ կողմերը ցանկություն կունենան նաեւ հետազոտվի իրեղեն ապացույցները այդ պայմաններում արդեն վարույթն իրականացնող մարմինը կլինի դատարանը եւ դատարանը կքննարկի ձեր միջնորդությունը, որովհետեւ արդեն տեղ նախաքննության փուլում գտնվող վարույթ չկա, միջդատական վարույթը ավարտված է լինելու, այսինքն նախաքննական գաղտնիք եւ այլն, այդ խնդիրները չեն լինելու այդ փուլում։ Եվ գործը նախորդ անգամ դուք նույն հարցադրումը կատարեցիք Տիկին Խամոյան, ես ձեզ նշեցի, որ առաջիկայում առնվազն դուք գիտեք քրեական դատավարության ընթացակարգերը, որ վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ավարտ է հայտարարում, կազմում է մեղադրական եզրակացություն եւ ուղարկում է դատախազի հաստատմանը։ Ես ձեզ վստահեցրեցի, որ գործը առաջիկայում կուղարկենք այս ձևաչափով հսկող դատախազի հաստատմանը։ Մենք սպասում ենք, Տիկին Խամոյան, որոշակի գործողություններ կան, որոնք որ ըստ իս անհրաժեշտ է կատարել, որը նշեմ, որ քրեական վարույթի ելքի համար չունեն կանխորոշող նշանակություն, բայց եւս հավելյալ այլ փաստական տվյալներ ստացել ենք եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում կուղարկվի դատարան։ Հույս ունեմ ձեր հարցերին եւ ենթահարցերին, այդ թվում ենթատեքստերով հարցերին ամբողջությամբ պատասխանեցի։